չէ եւ այդ գլխավոր միջոցներից մեկը դա տեխնոլոգիական միջոցներն են։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների մասին, որ ես նոր խոսեցի, ուրեմն այդ գաղտնի փաստաթղթի մասին, որ Միացյալ Նահանգները ընդունել է, վերցրել է այդ տեխնոլոգիաները դրա դիմաց մարդկության համար վտանգավոր համաձայնությունների է եկել այդ ուժերի հետ, դրա մասին խոսել են տարբեր ուրեմն հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, ես հիմա կասեմ դրանց անունները, դուք դրանց անունների միջոցով, ես ուզում եմ հատուկ ազգային անվտանգության ծառայությունը ուշադրություն դարձնի իմ ասածին, եւ այդ անունների միջոցով գտնի, թե դա ինչ փաստաթուղթ է, եւ այդ փաստաթղթով ուր են տանում նաեւ Հայաստանի Հանրապետությանը առաջադիմության տեխնոլոգիական առաջընթացի անվան տակ։ Դա կապ չունի մարդկության տեխնոլոգիական առաջընթացի հետ։ Ուրեմն ԽՍՀՄ ՊԱԿ-ի ԿԿԲ-ի գլխավոր ուրեմն վերլուծական կենտրոններից մեկի ղեկավարը, առաջին վարչության ղեկավարը Վյաչեսլավ Շիրոնինը հայտարարել է, Շիրոնինը ինքը ներկայացրել է այդ համաձայնագիրը, թե ինչ համաձայնություն է տեղի ունեցել եւ տեխնոլոգիաները, այդ տեխնոլոգիաները ընդհանրապես ինչին են ուղղված։ Երկրորդը Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների փաստաթղթերին հասանելիություն ունեցող ուրեմն Ուիլյամ Բիլ ուրեմն Կուպերը ինքը աշխատություն է գրել եւ այդ աշխատությունը կոչվում է եւ ահա Դալուկ Գունադձին 1991 թվականին եւ աշխարհին տեղեկացրել է թե ինչ գաղտնի փաստաթղթեր են ստորագրվել Միացյալ Նահանգների կողմից եւ ուր է գնում մարդկանց ինչ է սպասվում, ինչ էլեկտրոնային դիկտատուրա է սպասվում։ Եվ դուք ազգային անվտանգության ծառայության ղեկավար, չգիտեմ դեղ աշխատողներ եւ այլն, ով որ զբաղվում է հարցով։ Եթե դուք հիմա չկարողանաք սթափվել, չսթափվեք եւ այսօրվա իշխանությունները, որը ամբողջ էլեկտրոնային գործիքները դնում են Հայաստանում, չսթափվեք, թե իրականում էս ինչ գործընթաց է եւ ինչ է սպասվում ձեզ եւ ձեր երեխաներին, լուրջ չընդունեք։ Չգնաք այս մարդկանց հետաքրքրվեք, այս մարդիկ ինչեր են ասել, ինչ համաձայնագիր է դա եւ ձեզ ինչ է սպասվում։ Ուրեմն 50-ական թվականների կեսերից տրամադրվել է Միացյալ Նահանգներին եւ ինտերնետ տեխնոլոգիաները, եւ հրթիռային շատ բարձր տեխնոլոգիաներ, եւ տարբեր ոլորտների տեխնոլոգիաներ, եւ մինչեւ այժմ դրանք տրամադրվում են։ Մինչեւ այս պահը դրանք տրամադրվում են եւ տրամադրվել են, եւ Միացյալ Նահանգների ղեկավարությունը հարկադրանքի տակ է։ Այս կապակցությամբ մի բան եմ ես ձեզ ուզում ասեմ, եթե դուք հիշում եք Միացյալ Նահանգների ընտրություններից առաջ Թրամպը, Դոնալդ Թրամպը հայտարարեց, որ ես ընտրվելու դեպքում կբացահայտեմ Քենեդու սպանությունը,